Տիկին Մանասյան, նախ ուզում եմ անդրադառնալ որպես մարդու իրավունքների պաշտպան ձեր գնահատականը, երբ որ համացանցում Գյումրու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հայհոյանքներ են հնչեցնում քաղաքացիների դիտարկումներին, իհարկե ներողություն է խնդրում, բայց ստացվում է պրակտիկա, հա, իշխանությունը կարող է մարդկանց հայհոյել, վիրավորել, հետո ներողություն խնդրել։ Ես արդեն բազմիցս եմ նշել, որ որպես մարդու իրավունքների պաշտպան բնականաբար չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերքել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության սահմաններից դուրս է գտնվում, ի նկատի ունեմ իրավաչափ սահմաններից եւ այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում իշխող կուսակցության առումով ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը, հետեւաբար այո, շատ կարեւոր է, որպեսզի բոլորը զերծ մնան եւ կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին ընդհանրապես զերծ մնալ թե ատելության խոսքի, թե վիրավորանք պարունակող խոսքի, թե ոչ իրավաչափ խոսքի այլ տեսակի դրսևորումներից, իհարկե կարևոր է, որ տարբեր դերակատարներ հասկանում են այդ թվում հարցի լրջությունը եւ ներողությամբ են հանդես գալիս, բայց ի վերջո մենք պետք է այո ձևավորենք միջավայր, որտեղ ընդհանրապես բոլորս զերծ կլինենք նման խոսքի դրսևորումներից եւ սա չի լինի սովորական պրակտիկա, ընդ որում սա սովորական պրակտիկա է ոչ միայն քաղաքական դերակատարների, հանրային գործիչների համար, սա շատ սովորական պրակտիկա է դարձել մասնագիտական համայնքների, երեխաների համար, որը իրապես պետք է մենք ամեն կերպ բացառենք։ Դուք որպես մարդու իրավունքների պաշտպան ինչ եք անում բացառելու համար, այսինքն ինչ օրինակ ինչ քայլեր եք ձեռնարկում։ Մեր գործիքները ըստ էության սահմանված են սահմանադրությամբ ու օրենքով, առաջին հերթին բնականաբար հակազդում ենք այս երևույթներին, մասնավորապես ես անընդհատ եմ հրապարակային խոսում այս երևույթի անթույլատրելիության մասին։ Մենք շատ լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, նաև նշեցի օրինակ միայն նախորդ տարի շուրջ 1000 երեխա է ներգրավված եղել մեր հանրային իրազեկման աշխատանքներին, եթե միայն երեխաների խումբը նայենք, էլ չխոսեմ մնացյալ խմբերի մասին, որտեղ հատուկ շեշտադրված է եղել նաև այս երևույթների հետ կապված խնդիրը, դրա հետ կապված հարցերը։ Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում տարբեր իրավասու դերակատարների հետ, օրինակ այս առումով պիտի հատուկ ընդգծեմ զանգվածային լրատվության միջոցների շատ արձագանքողականությունը եւ կառուցողական լինելը, որովհետեւ նույնիսկ պատկերացրեք մասնագիտական համայնքներ կան, որոնք ընդհանրապես կառուցողական չեն այս հարցերի վերաբերյալ տարբեր քննարկումներում, մինչդեռ զանգվածային լրատվության միջոցները շատ մեծ կառուցողականությամբ ու արձագանքողականությամբ են ընդգրկվում մեր այս բոլոր քննարկումներում, օրինակ միայն նախորդ տարի 2 քննարկում ենք մեծ ունեցել բավականին միջազգային մեր գործընկերների հետ համատեղ կազմակերպված հենց ատելության խոսքին առնչվող հարցերի հետ կապված, նույնը արել ենք ազգային ժողովի падգամավորների համար, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար, որովհետև ցավալի է, բայց մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ նույնիսկ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այսինքն ոչ թե երեխաները, այլ օրինակ դասախոսական, ուսուցչական կազմի ներկայացուցիչները շատ դեպքերում ոչ իրավաչափ խոսքի տեսակներ են օգտագործում եւ այս բոլոր հարցերի առնչությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք, հասցեավորում ենք, բայց բացի դրանից նաեւ ամենամեծ գործիքը, հա, մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներն են, զեկույցներն են, հրապարակային խոսելն է խնդիրների մասին, բնականաբար այս բոլոր հարցերը անընդհատ հասցեավորում ենք։ Ձեզ օրինակ չանհանգստացրեց այն հանգամանքը, երբ Նիկոլ Փաշինյանը մի ձայնագրությունից վերցրեց մի որակում շունշանգյալ բառը եւ ընդդիմադիր լսարանին ուղղեց այն եւ ասաց, որ այն ուժերին, որոնք նա որակեց այդպիսով, կգնան ընտրողները կընտրեն, ըստ էության նա որակեց, ասեց չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանում կգտնվի այդքան շունշ ժանգյալ, սա ուղիղ թիրախավորում չէ ընդդիմադիր զանգվածին։ Ինչպես մնացել բոլոր դեպքերում ու բոլոր քաղաքական դերակատարների առումով, որովհետև իրապես սկզբում էլ նշեցի, չկա երևի մի դերակատար, որը չօգտագործի արգելված խոսքի տեսակներ։ Այս դեպքում էլ նշեմ, որ սա մեր հաստատությանը ոչ թե պարզապես անհանգստացնում է ոչ զգայուն խոսքերի արկայությունը, մենք քաղաքական դերակատար չենք, հա, ցանկացած ոչ զգայուն ձևակերպում մեր տեսանկյունից մի ձևակերպում է, որը իրավունքների առնչությամբ պետք է ուսումնասիրության առարկա դառնա, մշտապես բոլոր դերակատարների առումով ես կոչ եմ անում, որպեսզի զերծ մնան ճնշում գործադրելու փաստ չի։
ինչ տեսանկյունից։ Որ մարդը ասում է մի բան, որ եթե դու գնաս ընտրես, դու այդպեսին կհամարվես։ Դա հիմա օրինակ բազմաթիվ կուսակցություններ էլ ասում են, որ եթե օրինակ ընտրեք իշխող կուսակցությանը, դուք կլինեք թուրք, դավաճան, բայց ես չեմ կարծում, որ սա Չէ, ես չեմ արդարացնում, ես արդարացման մասին չեմ խոսում։ Հիմա ընտրողների կամքի վրա ներազդեցության մասին չէ խոսքը, որովհետև ես չեմ կարող գնահատել օրինակ այս երկու խոսքի տեսակները ինչքանով են ընտրողների կամքի վրա ազդել կամ ինչքանով է ընտրողը փոխել իր տեսակետը այսպիսի ձևակերպումների արդյունքում, բայց չեմ կարող նաև կոչ չանել քաղաքական դերակատարներին, որպեսզի նույնիսկ եթե իրենց օգտագործած խոսքը չի հանգեցնելու պատասխանատվության, որովհետև չի հատում, հա, վտանգավորության սահմանը, իսկ մի շարք դեպքերում իրապես չի հատում այդ վտանգավորության սահմանը։ Միևնույն է իրավունքների տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի նրանք պարզապես զերծ մնան եւ զգայուն լինեն։ Իմ կոչը բոլորին է վերաբերում իհարկե եւ ես շատ կարեւորում եմ, որ իմ ձայնը, այո, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարի տեսանկյունից լսելի է այդ թվում այս հարցերի առումով։